Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է կանայք եւ քաղաքականությունը շարքի հերթական թողարկումը եւ այսօր մեր տաղավարում է Բարգավաճ Հայաստան կուսակցության աշխատակազմի ղեկավար եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլոխոսնակ Իվետա Տոնոյանը։ Բարև ձեզ, Տիկին Տոնոյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հարցաշարը կազմելիս, որ մենք պետք է զրուցենք այդ հարցերի շուրջը, մենք հայտնաբերեցինք, որ ավելի շատ կարծեք թե իրականում թե տողատակերում ենթատեքստում Գագիկ Ծառուկյանն ամեն դեպքում եւ այո, առաջի հարցն էլ նաեւ ձեզ վերաբերվում եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար, այսպեսով դժվար չի Գագիկ Ծառուկյանի հետ աշխատել, այսքան արդեն երկատարիներ աշխատում եք։ Դժվար չի, բայց շատ պատասխանատու է, որովհետև խոսքը մեկ կամ երկու ոլորտի մասին չի։ Ի պաշտոնե 2012 թվականից հանդիսանալով Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, արդեն 14 տարի շատ մեծ պատասխանատվություն է, սակայն տարիների ընթացքում բնականաբար թե մասնագիտական գործունեության մեջ, թե անձնական շփումներում կարողանում ես զգալ, կանխորոշել այն նյուանսները, որոնք որ քո աշխատանքը ավելի հեշտ են դարձնում։ Իրականում սա շատ երկարատև ճանապարհ է, որի ընթացքում ես ինքս էլ բազմաթիվ նոր հմտություններ եմ ձեռք բերել կոմունիկացիաների կառուցման առումով, փոխհարաբերությունների կառուցման առումով, դրա համար չեմ ուզի կրկնվեմ, բայց կշեշտեմ, որ այստեղ հարցը ոչ թե դժվարությանը, այլ մաքսիմալ պատասխանատվությանն է վերաբերում, որովհետև երբ որ դու կանոնակարգում ես նաև Գագիկ Ծառուկյանի հանրային կապերի հետ կապված բլոգը, ներկայացնում ես տեսակետներ, փոխանցում ես կարծիքներ, յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր տառը խիստ պատասխանատու է, որովհետև երբ որ դու դա անում ես քո անունից, բնականաբար դու կարող ես ունենալ նաև սխալվելու իրավունք, հետագայում այդ սխալը շտկելու հնարավորություն, խոսքը լրատվամիջոցների հետ հարաբերություններին է վերաբերվում, բայց երբ որ դու ներկայացնում ես կայացած քաղաքական ուժի ղեկավարի, Օլիմպիական կոմիտեի նախագահի տեսակետները, այստեղ բնականաբար սխալվելը կամ թերանալը բացարձակ անընդունելի է, հենց դրանով է պայմանավորված պատասխանատվությունը, բայց կարծում եմ, որ այս տարիների ընթացքում որևէ նման նախադեպ չի եղել, համենայն դեպս աշխատանքային հարաբերությունների առումով էլ, եթե ինչ-որ մի հարց առաջանում է, բնականաբար հնարավոր է դա խոսել դրա մասին, քննարկել այդ հարցը, հետագայում բացառելով օրինակի համար ինչ-որ սխալի կրկնություն կամ հնարավորություն, այնպես որ իր բարդությամբ, իր դժվարությամբ, իր պատասխանատվությամբ հանդերձ չափազանց հետաքրքիր գործունեության ոլորտ է իմ համար իմ մասնագիտությունը, իմ աշխատանքը, որը հնարավորություն է տալիս միաժամանակ լինել եւ հենց այն մասնագետը, որը դու ես, ասել է թե լրագրող, որտեղ մասնագիտությամբ ես լրագրող եմ, շատ սիրում եմ մասնագիտությունս, ու փառք Աստծո, որ այս աշխատանքի շնորհիվ չեմ հասցնում կարոտել մասնագիտությունս, որովհետև իմ համար լրագրությունը, հեռուստատեսությունը, այդ աշխատանքը, այդ դաշտը հաճելի ճահիճների շարքից է, որտեղ ես մի անգամ հայտնվել եմ հեռավոր 2004 թվականին եւ առ այսօր այդ ոլորտի հետ կապը շարունակական է ու ասում են, չէ, երբ որ քո սրտով մասնագիտություն ես ընտրում, դու ամբողջ կյանքի ընթացքում չես աշխատում։ Հիմա սա այդ ունիվերսալ դեպքն է, երբ որ մասնագիտությունը սիրում ես, աշխատանքը սիրում ես, ու այդ աշխատանքը նաև հաճիկով ու մեծ նվիրվածությամբ ես անում։ Այ դուք ասացիք տառը, բառը, շտկել, ուղղել, հետաքրքիր է, ես իմ մոտ երկու, այսպես ասած, միտք առաջացավ, դուք եք շտկում պարոն Ծառուկյանի տառը բառը, թե հակառակը ինքն է շտկում ձեր տառը բառը, հավանաբար դուք եք շտկում, լինելով մամուլոխոսնակ։ Ամենևին դա համատեղ աշխատանք է, որովհետև երբ որ դու պաշտոնական տեսակետ ես փոխանցում, կուսակցության նախագահի պաշտոնական տեսակետ ես փոխանցում լրատվամիջոցներին, բնականաբար բովանդակային մասով, թեզերի մասով այդ ամբողջ տեղեկատվությունը դու ստանում ես կուսակցության նախագահի հետ կամ ոչ միայն լրագրողների հետ, այսպես խոսացեք, սա ասեք, սա չասեք, որտեղ կդառնա սկանդալի առարկա, լրագրողները կարող ասիրում են բառից կարճել եւ բառը ծավալել տարբեր իմաստներով նման ինչ հետաքրքիր այս տարիների ընթացքում շատ հետաքրքիր նախադեպեր իհարկե եղել են մասնագիտական գործունեության ընթացքում, բայց պարոն Ծառուկյանը քանի որ մշտապես մաքսիմալ անկեղծ է իր բոլոր հրապարակային ելույթներում, երբեք հնարավոր չէ հստակ պայմանավորվածություն ունենալ, որ այս կամ այն հարցին կարելի է այսպես պատասխանել կամ կարելի է զերծ մնալ այս ձևակերպ
ձևակերպումներից։ Պարոն Ծառուկյանը մշտապես մաքսիմալ, որովհետև առիթներ եղել են, խոսել ենք այդ մասին, պարոն Ծառուկյանը դասական առումով քաղաքականության ձևակերպումների մեջ իր գործունեությամբ չի տեղավորվել երբեք եւ հենց այդ մաքսիմալ անկեղծությունը ազատությունը շփումների մեջ լրագրողների հետ ինքն է որոշում այդ չափորոշիչները ու ինքն էլ հենց դրանով առաջնորդվում է։ Այլ բան է, որ մենք բնականաբար հետո քննարկում ենք, որ օրինակ այս կամ այն ձևակերպումը շատ հետաքրքիր վերնագիր կարող է դառնալ, շատ հետաքրքիր թեզ կարող է դառնալ, որի վրա արժե բնականաբար պետք չերի մասին խոսակցություններ չեն եղել, որովհետև եթե այդ պահին պարոն Ծառուկյանը նպատակահարմար է գտել այդ մասին խոսել, ուրեմն դա իր սրտից է եկել եւ ինքը խոսել է այդ Ինքը ընդունում է ձեր խորհուրդները, որ պետք չի այսպես անել, պետք չի այսպես խոսալ, այսպես ավելի ճիշտ նման մեղմ ձևակերպումներ, պետք չէ լրագրողներին վրա երբեմն քաղաքական գործիչները, ես հիշում եմ նաև պարոն Ծառուկյանի դեպքում եղել են պիտակավորումներ կամ մունատ գալ, այսպես ասած, ընդունում են նման խորհուրդները, թե ասում է շատ հայ տղամարդկանց, այդ թվում նաև միգուցե պարոն Ծառուկյանի եւ գումարած դրան ոչ միայն քաղաքական գործիչ, նաև սպորտսմեն, կարող ասի Չէ, կանանց խոսքին ուշադրություն չեք դարձնում։ Ինչպես ընդունված ասել ասնավանի չի։ Չէ, իրականում չէ, որովհետև պարոն Ծառուկյանը մշտապես բաց է քննարկումների համար ու ցանկացած թեմա կարող ենք մենք քննարկել, որովհետև այս տարիների ընթացքում այդ աշխատանքային հարաբերությունները արդեն որոշակի առումով տեղափոխվել են հարազատության, սրտացավության դաշտ, ավելի շատ ընտանեկան ջերմության դաշտ, որտեղ որ ցանկացած հարց մենք կարող ենք քննարկել։ Իսկ ինչ վերաբերվում լրագրողների հետ փոխհարաբերություններին, ես ինքս լինելով լրագրող, շատ հաճախ աշխատելով տեսախցիկից այն կողմ, մենք ինքներս էլ շատ լավ գիտենք, որ ցանկացած հնարավոր է նման իրավիճակներ, երբ որ մարդը կորցնում է ինքնատիրապետումը իրականում, բայց անգամ այդ դեպքերում փառք ու պատիվ պարոն Ծառուկյանին, որ երբեք որևէ անձնական վիրավորանքի կամ դաշտ չի տեղափոխվում այդ ամեն ինչը, ընդհանուր միշտ լրագրող գործընկերները, օպերատոր գործընկերներն ասում են, որ պայմանական օրինակ դատական նիստերից առաջ, երբ որ 1-2 րոպե է մնացել, որ պետք է դատարան մտնենք, դատական հերթական նիստին մասնակցենք, անգամ այդ դեպքում 1 կամ 2 հարցի պատասխանելու հնարավորություն միշտ ունենում է։ Դուք երբեմն շատ հմտորեն եւ շատ ճկունորեն փրկում եք Գագիկ Ծառուկյանի լրագրողների ձեռքից, սա վերջին հարցն է եւ այսպես շատ սահուն նրան առանձնացնում եք մեզանից։ Հավատացեք, պարոն Ծառուկյանը փրկվելու կարիք չունի, իրականում դա զուտ, քանի որ ես ժամանակացույցին տիրապետում եմ, այսինքն ես գիտեմ, որ եթե օրինակ ժամը 16-ին դատական նիստն է, իսկ պարոն Ծառուկյանը 16-ին 5 պակաս է հասնում դատարանի բակ, մենք մաքսիմալ ունենք 4 րոպե, որպեսզի հասցնենք տեղավորվել դահլիճում եւ Այսինքն դուք որոշում եք նրա ամբողջ ժամանակացույցը ձեր մոտ է եւ ժամանակացույցի կառավարումը ձեր ձեռքում է։ Ես տեղեկացված եմ ժամանակացույցին բնականաբար, Եվ դուք ասում եք պարոն Ծառուկյան գնացեք, շուտ եկեք, շուտ կգաք, որովհետեւ սրանից հետո այս հանդիպումն է, ուղիղ այս ժամին կլինեք տեղում։ Մենք օրեր ենք ունենում, որ ամենևին դա աշխատանքի համակարգում է, դա բնական է, որ այդպես պետք է լինի։ Ցանկացած մարդ, ով միաժամանակ ղեկավարում է մի քանի մեծ կառույցներ, բնական է, որ պետք է լինեն համապատասխան մարդիկ, ովքեր որ այդ ժամանակացույցին պիտի տիրապետեն, այդ ժամանակացույցը պետք է կազմեն, պարոն Ծառուկյանը այլ օգնականներ եւս ունի, ես համակարգում եմ օրինակի հետ համար լրատվամիջոցների հետ կապված բլոգը կամ տարբեր մարդկանց հետ, պաշտոնատար անձանց հետ, միջազգային դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների կազմակերպման օրինակի համար արարողակարգային հատվածները եւ բնական է, որ ես պետք է տիրապետեմ եւ եթե մի հանդիպումը օրինակի համար մի քիչ երկար է ձգվում, փորձենք այդ հանդիպումը արագացնել ընթացքը, որպեսզի հաջորդ հանդիպումից չուշանանք։ Դա կանոնակարգված աշխատանք է։ Առանց Ծառուկյանի կյանք ունեք։ Թե ձեր ողջ օրը առավոտից մինչև երեկո Բնականաբար ես ունեմ առանց աշխատանքի, բնականաբար առանց աշխատանքի կյանքի ես եւս ունեմ, բայց այո, իմ աշխատանքը շատ մեծ տեղ է զբաղեցնում իմ կյանքում եւ ժամանակային առումով եւ կարեւորության առումով, բայց փորձում եմ ամեն ինչ հասցնել, որևէ հարցում չթերանալ, թե անձնական կյանքի մասով, թե ընտանեկան հարաբերությունների մասով։ Այդ ժամանակ ինչ է շատ կանում, դժվար է լինում։ Ահա, ինչն է դժվար լինում։ Շատ դժվար է լինում այդ ժամանակը հատկացնելը, օրինակ բնականաբար շատ ավելի մեծ է ցանկությունը ընտանիքի, ծնողների, ամուսնու, զարմիկների հետ շատ ավելի շատ երկար ժամանակ անցկացնել, բայց երբեմն չի հերիքում այդ ժամանակը իրապես, բայց եւ այնուամենայնիվ, երբ որ
մարդը տեսակով է կանոնակարգված, իսկ առանց ավելորդ համեստության ես կարող եմ ասել, որ ես շատ կազմակերպված մարդ եմ կյանքի բոլոր հարաբերություններում եւ աշխատանքային եւ անձնական եւ ընտանեկան, ես փորձում եմ այդ ժամանակը գտնել, այդ ժամանակը հատկացնել, որպեսզի որևէ մեկին չնեղացնեմ, փորձել ամեն ինչ հասցնել։ Ինչ եք անում, երբ որ Ծառուկյանն արձակուրդ է գնացել ինչ որտեղ է եւ դուք շնչելու ժամանակ եք ունենում եւ փորձում եք ձեր կանացի կամ անձնական հարցեր ինչ եք սիրում անել, որ մի հատ շունչ քաշեք։ Իմ համար իմ լավագույն ժամանցը դա իմ քրոջ բալիկների հետ անցկացրած ժամանցն է, որտեղ անասելի շատ իրենց սիրում եմ եւ փորձում եմ իրենց հետ շատ ժամանակ անցկացնեմ, իրենք դեռ փոքրիկ են, 5 տարեկան եւ 2 տարեկան, անասելի մեծ դրական էներգիա եմ իրենցից ստանում փորձում եմ ծնողներիս այդ ժամանակ անցկացնել, ընտանիքիս այդ ժամանակ անցկացնել, ամուսնուս այդ ժամանակ անցկացնել եւ բնականաբար նաեւ ընկերներիս հետ հանդիպումներ, քննարկումներ, ճանապարհորդություններ, թեկուզ կարճաժամկետ 2-3 օրանոց փորձում եմ այդ ամեն ինչը հասցնել այն ժամանակահատվածում, երբ որ չունեմ աշխատանքային շատ մեծ ծանրաբեռնվածություն, երբ որ չունեմ կարևոր ծրագիր կամ պրոյեկտ, որը հասցնելու հետ կապված խնդիր ունեմ, ժամանակային խնդիր ունեմ, որովհետև եթե ես գիտեմ, որ օրինակի համար 10 օրից ես ունեմ կարևոր միջոցառում, ցավոք սրտի ես կարող եմ անգամ ընտանեկան առիթներին չգնալ, խնջույքներին չգնալ, հավաքույթներին ընկերական չմասնակցել, որովհետև ես գիտեմ, որ իմ վրա կա դրված մեծ պատասխանատվություն, որը պետք է հավուր պատշաճի իրականացնեմ, դրա համար երբեմն այո, աշխատանքի պատճառով ինչ որ հարցերում ընտանիքը, ընկերները տուժում են, բայց ես միշտ փիլիսոփայորեն փորձում եմ բոլորին համոզել, որ ամեն ինչ ժամանակավոր է, ուղղակի ծանրաբեռնված ժամանակաշրջան է, բնականաբար շուտով էս ամեն ինչը կավարտվի, ավելի մեծ ժամանակ կհատկացնեմ ձեզ բոլորիդ, փորձում են ըմբռնումով վերաբերել, երբեմն ստացվում է, երբեմն ոչ, դե տարիների ընթացքում արդեն բոլորը հարմարվել են, որովհետև ասում են, որ իմ մոտ դա հավերժական գործընթաց է, երբեք չի ավարտվում այդ փուլը, որովհետև ինչ որ մի ծրագիր է ավարտվում է, մյուսն է սկսվում, կամ ինչ որ նոր բլոկ է պատասխանատվության ավելանում, նոր ծրագիր է ավելանում, բայց այնուամենայնիվ փորձում եմ որևէ մեկին չնեղացնել ամեն դեպքում։ Իսկ կանացի ինչ թուլություններ ունեք, հետաքրքիր սովորություններ, որոնք կարող են հատուկ լինել բոլոր կանանց կամ ոչ բոլորին, ինչ որ կանանց մի մասին, ինչ կհիշեք։ Կանացի թուլություններից իրականում ես ինձ համարում եմ բավականին ուժեղ մարդ բոլոր հարաբերություններում։ Հնարավոր չի ուժեղ չլինի, չէ՞։ Այո, եւ նաեւ շատ բան սովորելով այս տարիների ընթացքում պարոն Ծառուկյանից, թուլությունների շարքից իմ համար թուլությունը ճանապարհորդությունների հանդեպ ունեցած սերը։ Եվ առևտուրաները, եւ շոփինգը բնականաբար, ինչպես եւ նաեւ ցանկացած կնոջ դեպքում թերևս այդպես, հատկապես որ դու քո գործունեության ընթացքում հանրային կյանքով ես ապրում, շատ հաճախ լինում ես եթերում, կադրում, պաշտոնական հանդիպումների, բնականաբար այդ ամեն ինչը շատ ժամանակ է խլում, շատ էներգիա է խլում, միայն այն հարցը թե ինչ հագնել այսօր, ինչ տեսքով ներկայանալ, չկրկնվել, այո, չկրկնվել։ Պետք է ամեն օրվա համար։ Դե առանձին այո։ Ես ճանաչում եմ նման մարդկանց։ Այո, գրեթե։ Մենք լրագրողներով երբեմն նման գործիչների մասին կատակներ էինք անում, թե հաջորդ շորը, այս շորը, որ այսօր հագավ եւ այլևս չի երևում նրա վրա, իսկ ինչ է անում։ Հիմնականում նվիրում է որպես կանոն, որովհետև ցավոք սրտի այդ ընկալումը կա, որ երբ որ մի հագուստով դու մի անգամ հանրային միջոցառման մասնակցել ես կամ հարցազրույցի մասնակցել ես, որպես կանոն, հա, կարող է մի անգամ էլ առօրյա կյանքում ինչ որ հանդիպման ժամանակաշրջանում հագնես, բայց որպես կանոն այլևս երկրորդ անգամ հանրային կերպով այդ հագուստը արդեն դուք միջոցների մեծ մասը կարող է ծախսես հագնվելու վրա, բայց արժի։ Ամեն դեպքում ներկայանալի արտաքինը, ներկայանալի կերպով հանրությանը ներկայանալը, դա կարծում եմ եւս հարգանքի դրսևորում է քո լսարանի հանդեպ, այն մարդկանց հանդեպ, ում հետ դու շփվում ես տեսախցիկից այս կողմ, դա եւս պարտադիր նախապայմաններից մեկն է կարծում եմ, որովհետեւ դու կարող ես պարզապես մի վերնաշապիկով ամեն անգամ ելույթ ունենալ, հանդես գալ, բայց այս դեպքում երբ որ դու մանրակրկիտ ձևով ընտրում ես, որոշում ես, թե ինչ տեսքով կարող ես հանրությանը ներկայանալ, դա կարծում եմ առաջին հերթին հարգանք է հենց լսարանի նկատմամբ։ Շատ լավ։ Իսկ ինչ եք սովորել Ծառուկյանից։
երևի թե առաջին հերթին ներողամտություն, բայց միքսված կասկածամտության հետ։ Այդ ունակությունը շատ հետաքրքիր ունակություն է, որ տարիների ընթացքում, երբ որ դու շատ ու շատ իրավիճակների հետ ես բախվում, դառնում ես ավելի կասկածամիտ, բայց միևնույն ժամանակ նաև ավելի ներողամիտ, որովհետև հասկանում ես, որ ցանկացած քայլ, որը որ արվում է քո հանդեպ, ունի որոշակի հետին միտք, բայց նաև իրոք դառնում ես ավելի լայնախոհ։ Շատ հարցերի ավելի փիլիսոփայորեն ես մոտենում, որովհետև պատկերացրեք մարդ, ով օրվա կտրվածքով շփվում է 200-300 մարդու հետ, լսում է այդքան տեսակետ, առնչվում է տարբեր ոլորտների հետ կապված խնդիրների, որտեղ որ ամեն մեկը իր հարցը ինչ որ տարբեր ենթատեքստով է ձևակերպում, բնականաբար դառնում ես եւ ավելի կասկածամիտ, բայց նաեւ այդ դրսևորվող գործընթացներին ավելի փիլիսոփայորեն ես մոտենում ու դառնում ես ավելի ներողամիտ։ Այդ որակների միքսը ես այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել ու կյանքում շատ հաճախ կիրառում եմ այդ որակը։ Բարձր կանացի նորից հարցերից իհարկե նաև տղամարդուն էլ բնորոշ սիրում եք տան ինչ-որ բան պատրաստել կամ ինչ եք պատրաստում։ Շատ եմ սիրում։ Եղել է դեպք, երբ որ պարոն Ծառուկյանին նույնպես հյուրասիրել եք ձեր պատրաստածը։ Չէ, նման նախադեպ չի եղել, որ իմ պատրաստած ինչ-որ մի բան հյուրասիրեմ պարոն Ծառուկյանին, բայց շատ սիրում եմ պատրաստել, իրականում ուղղակի ցավոք սրտի ժամանակս չի բավականացնում, չի հերիքացնում շատ հաճախ, բայց բոլորը իմ ընտանիքի անդամները, իմ ընկերները, բոլորը գիտեն, որ շատ համեղ եմ պատրաստում։ Հիմնականում բնականաբար ազգային ազատագրական ուտեստներն էլ շատ լավ մոտ է ստացվում, օրինակ սպիտակ գինով խաշլամա եւ նմանատիպ այլ ուտեստներ եւս, բայց հիմնականում սիրում եմ ինչ-որ էքստրաորդինար բաներ պատրաստել իտալական խոհանոցից, պաստաների տեսակներ կամ լազանիա կամ տարբեր հետաքրքիր աղցաններ։ Մի խոսքով, եթե ստացվում է, իմ համար դա հակաստրեսային գործընթաց է, շատ սիրում եմ պատրաստել, բայց ասում եմ, ցավոք սրտի շատ հաճախ չեմ հասցնում, որովհետև հիմնականում ուշ եմ աշխատանքս վերջացնում, երբ որ արդեն որևէ բան պատրաստելու ոչ ժամանակ կա, ոչ կենսական ուժ կա եւ ոչ էլ նպատակահարմար է այդ ժամին ինչ-որ մի բան պատրաստելը եւ հետո սնվելը։ Շատ լավ։ Ընտրություններն են մոտենում, ես հիշում եմ 2018 թվականին, եթե չեմ սխալվում, բանավեճը հեռուստատեսային հանրային հեռուստաընկերություն, որի մասնակցում էր նաև պարոն Ծառուկյանը եւ որի որոշ խոսքեր այդ եթերում հնչեցած հատկապես այո, մինչեւ հիմա էլ հատկապես պարոն Մարուկյանի վերաբերյալ դասական այդ բանը մենք կրկնում ենք, ոչ միայն մենք բոլորը կրկնում են։ Այո, այս անգամ քննարկում եք նորից բանավեճին մասնակցելու։ Կարծում եմ շատ վաղ է այդ մասին խոսելը, բայց ամենայն դեպս պարոն Ծառուկյանը հստակ որոշում ունի ամբողջ քարոզարշավի ընթացքում եւ ոչ միայն քարոզարշավի ընթացքում անմիջական կապի մեջ լինել մեր ազգաբնակչության հետ, մասնավորապես 2 օր առաջ նաև մեր հերթական գրասենյակներից մեկի բացման ժամանակ հայտարարեց, որ պլանավորում է շրջել գյուղերով, դա այլ հարց է, բանավեճը կամ հեռուստատեսություն գնալ այլ։ Գիտեմ, մենք դա քննարկելու հնարավորություն չենք ունեցել, որտեղ դեռ բավական ժամանակ կա մինչև քարոզարշավի ավարտը, այսինքն դա ենթադրում եմ, որ պետք է տեղի ունենա հունիսի 5-ին, 6-ին նախորդող օրը, այսինքն լռության օրվան նախորդող օրը, դեռ բավականաչափ ժամանակ կա, մենք այդ հարցը չենք քննարկել, բայց պարոն Ծառուկյանը երբեք որևէ ձևաչափով քննարկումից կամ դեբատից չի խուսափել, որովհետև մշտապես ունի ասելիք ու ցանկացած հարցի հետ կապված ունի հստակ հակափաստարկ։ Շատ լավ, այդ դեպքում նախընտրական շրջանում խորհուրդ կտակ պարոն Ծառուկյանին A1+-ին հարցազրույց տալ այս նույն տաղավարում։ Ես իմ մասնագիտական կարծիքը վստահաբար կհայտնեմ, որովհետև իմ համար A1+-ը պրոֆեսիոնալ լրագրության չափանիշներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։ Շատ լավ։ Դուք հերթական լրագրողն եք, որը քաղաքականություն է մտել։ Ինչու՞։ Դա շատ ինքնաբերաբար է ստացվել, անկեղծորեն պետք է ասեմ, որովհետև 2003 թվականից աշխատելով հեռուստատեսությունում եւ 2004 թվականից նաեւ
սկսելով աշխատել պարոն Ծառուկյանի հետ, անընդհատ ես եղել եմ այդ գործընթացների մեջ, բայց իրականում ինձ երբեք չի հետաքրքրել քաղաքականության մեջ ներգրավված լինելը։ Ես եղել եմ ազգային ժողովի գործունեությունը լուսաբանող լրագրող, ես եղել եմ սպորտի երիտասարդության հարցերով նախարարության տեղեկատվության հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, եւ իրականում ինձ երբևէ չի հետաքրքրել իրապես քաղաքականության մեջ ներգրավված լինելը, բայց տարիների ընթացքում դու հասկանում ես, որ եթե դու ունես պոտենցիալ եւ իսկապես կարող ես ինչ որ մի կերպ քո գիտելիքներով, քո փորձառությամբ, քո անցած ճանապարհով օգտակար լինել ինչ որ մի հարցի լուծմանը, ապա ինչու ոչ։ Բնականաբար որպես լրագրող եւս ես շատ ու շատ process-ների, գործընթացների, պրոյեկտների եմ ներգրավված եղել, որտեղ որ կոնկրետ կարողացել եմ իսկապես ինչ որ մի բան փոխել։ Տարիներ առաջ, երբ որ ես հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների լուսաբանմամբ էի զբաղվում, հասարակական կազմակերպություններից մեկի կողմից անցկացվող մրցույթի ժամանակ իմ ռեպորտաժը լավագույնն էր ճանաչվել ու դրանից հետո տեղի ունեցան օրենսդրական փոփոխություններ, որտեղ որ սուրդոթարգմանությունը լրատվական ծառայություններում դարձավ պարտադիր, որտեղ այդ խնդիրը պատգամավոր եք, թե ոչ, ես այդ ժամանակ լրագրող էի, բայց ես բարձրաձայնել էի այդ խնդիրը, այո, բարձրաձայնել ու հետևողականորեն բարձրաձայնում էի այդ խնդիրը, որ լսողության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք տեղյակ չեն, թե երկրում ինչ գործընթացներ են տեղի ունենում, այսինքն երկրում ընտրություններ էին, նախընտրական քարոզարշավ էր, սահմանադրական բարեփոխումների հետ կապված գործընթաց էր, բայց քանի որ լրատվական ծառայությունները չունեին սուրդոթարգմանություն, այդ տեղեկատվությունը մարդկանց անհասանելի էր։ Այսինքն բնական է, որ յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատանքի մեջ կարող ենք օգտակար լինել, բայց քաղաքականությունը այն դաշտն է, որը շատ ավելի մեծ հնարավորություններ է անձեռում։ Իհարկե, ընդդիմադիր քաղաքական գործիչների համար շատ ավելի բարդ է որոշումների կայացման գործընթացի վրա ազդեցություն ունենալը, քան օրինակ իշխանության ներկայացուցիչների, որոնք ցանկացած նախագիծ բերում են, մեծամասնությունը իրենք են, այսպես քվեարկում են եւ անցնում են առաջ։ Բայց ընդդիմադիրներն էլ համենայն դեպս անտարբեր չեն ու տարիների ընթացքում բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ են եղել, որոնք որ ընդդիմության ջանքերով բերվել են ու այսպես կյանքի գնով այնպես է եղել, որ այո, վերջի վերջո քվեարկել են։ Նախաձեռնություն կհիշեք, որին մասնակցել եք դուք падգամավոր եղած ժամանակ։ Այս պահին կդժվարանամ այդպես մատնանշել, բայց հատկապես 17-18 թվականներին բազմաթիվ նախաձեռնություններ օրենսդրական եղել են, որ մենք թիմով առաջին գումարման ժամանակ Ծառուկյան դաշինքի падգամավորներով 18 թվականին արդեն Բարգավաճ Հայաստան խմբակցության կազմով մեր գործընկերների հետ Միքայել Մելքումյանի, Արման Աբովյանի, Վահեն Ֆիաջյանի հետ նաև այսպես համատեղ բազմաթիվ օրինագծեր մշակել ենք, ներկայացրել ենք եւ այստեղ խոսքը միայն օրենքի նախագծերին չի վերաբերվում։ Բազմաթիվ հարցեր են բարձրաձայնվել հենց խորհրդարանական ամբիոնից, որոնց մի մասին լուծում տրվել է, մի մասին լուծում չի տրվել, իհարկե, որտեղ այստեղ գործիքակազմի սղության խնդիր կա, հա, կրկնում եմ, որ ընդդիմությունը սահմանափակված է իր գործողությունների մեջ, բայց հենց միայն այդ հարցերին հանրային հնչեղություն տալը բավականին մեծ ազդեցություն է ունեցել դրական այդ հարցերի լուծման մասով։ Իսկ որպես կին եւ քաղաքական եւ հասարակական եւ լրագրող տարբեր բնագավառներում, որտեղ դուք գործ եք ունեցել, ինչ որ խտրականություն զգացել եք ձեր նկատմամբ։ Տեսեք, ասում եք Գագիկ Ծառուկյանի հետ, դուք նաեւ ինչ որտեղ առնչվում եք սպորտսմենների հետ, օլիմպիական կոմիտեի հետ, այն բոլոր հատվածներում, որտեղ որ Ծառուկյանը գործունեություն ունի։ Սպորտսմեններն էլ հայտնի են ոչ հավանաբար նրբանկատ իրենց կեցվածքով, միգուցե նաեւ ունեն համատած շատ այլ մասնագիտությունների հետ։ Զգացել եք որոշակի խտրական վերաբերմունք, թե ձեր մոտ ամեն ինչ։ Երբեք առանց այլևայլությունների պետք է ասեմ, որ երբեք չեմ զգացել, որովհետև տեսեք, այս ճանապարհը, որը որ ես անցնում եմ, արդեն 22 տարի է շարունակվում է։ Դա մի ամբողջ կյանք է։ Ես Գագիկ Ծառուկյանից սկսել եմ աշխատել 2004 թվականին, այն ժամանակ որպես լրագրող լուսաբանելով գործունեությունը եւ գործունեության տարբեր ոլորտները, հա։ 12 թվականից արդեն սկսել եմ աշխատել որպես մամուլի խոսնակի կարգավիճակով եւ այդ ժամանակահատվածում եւ քաղաքական թիմի բոլոր անդամները եւ օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, սպորտսմենները այդ թվում, հա, եւ նաեւ օրինակ մուլտիգրուպ կոնցերտ
կոնցեռնի, որտեղ որ հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներն են, բոլորը շատ երկար ժամանակահատված ինձ արդեն ճանաչել են, որպես Իվետա, ով իրենց աչքի առաջ այսպես իր մասնագիտական կարիերան կառուցվել է, բոլորի կողմից եղել է սեր, հարգանք, որը եղել է փոխադարձ, իմ կողմից նաև խտրական որևէ վերաբերմունք ես իրականում այս տարիների ընթացքում չեմ զգացել, բացի նրանից, որ հոգատարություն, սրտացավություն, օրինակ ավագ գործընկերների կողմից, որպես սկզբում ավելի տենց երիտասարդ տարիքի աղջիկ, ինչ որ խորհուրդներ, այս հարցը կարող ես այսպես կազմակերպել, այս հարցը այս միջոցառումը կարող ես այսպես կազմակերպել, այսինքն խորհուրդներով, հոգատարությամբ, որ փորձել են նաև որոշակի առումով մասնագիտական դաշտում քեզ օգտակար լինել։ Իսկ Ծառուկյանի հետ աշխատելուց, երբ որ նոր եք փորձում աշխատել, չվախեցաք այդ մտքից, որ Ծառուկյանի մամլոխոսնակ լինեք, որտեվ նա տարիներ առաջ վախենալու կերպար էր ամեն դեպքում կար նման կերպար։ Միգուցե դուք եք մեղմել հետագայում ձեր գործունեությամբ նրա կերպարը, բայց նման ձևակերպման հետ անկեղծորեն համաձայն չեմ, չէ, վախենալը իմ մոտ այս դեպքում համարժեք է պատասխանատվության հետ, վախենալ պատասխանատվության մեծությունից, բայց ես դրանից չեմ վախեցել, բայց պարոն Ծառուկյան, ով որ անձնապես, ես հուսամ դուք մի օր հնարավորություն իրապես կունենաք պարոն Ծառուկյանի հետ անձնապես շփվելու, անձնապես հարցազրույց վերցնելու ու հասկանալու, որ վախենալ ձևակերպումը ընդհանրապես պարոն Ծառուկյանի մասին չի, մարդ, որը անասելի շատ սիրում է երեխաների, սիրում է կենդանիներ, իր շրջապատի մարդկանց հանդեպ ունի ահավոր մեծ հոգատարություն։ Ես մեկ-մեկ իրոք զարմանում եմ պարոն Ծառուկյանի ֆենոմենալ հիշողության եւ մարդկանց նկատմամբ հոգատարության ու սրտացավության վրա։ Շատ տարիներ առաջ Նոյ կոնյակի գործարանում աշխատանքային հանդիպում էր աշխատակիցների հետ, գործարանը հավատարմագրային կառավարման է հանձնված ու այս պատմությունը երբեք չեմ պատմել հրապարակային, կին աշխատակիցներից մեկը պարոն Ծառուկյանին մոտեցավ եւ կարծեմ թե աշխատավարձի բարձրացման հետ կապված ինչ որ մի բան ասեց, պարոն Ծառուկյանը բացատրեց, որ դա իր ուղիղ կոմպետենցիայի մեջ չի, որովհետեւ ինքը բիզնեսը հանձնել է հավատարմագրային կառավարման, բայց հետո երբ որ տնօրենի հետ խոսում էր, ասեց ամեն դեպքում այս կնոջ աշխատավարձի հետ կապված ես առաջարկում եմ, որ վերանայում անեք, որովհետև արդեն 60 տարեկան կին էր, բայց ասում էր, որ ես չեմ ուզում թոշակի գնամ, ես ուզում եմ շարունակեմ աշխատել եւ այլն։ Դրանից անցավ մոտավորապես 2 տարի, եթե ես չեմ սխալվում, ու նորից աշխատանքային այցով պարոն Ծառուկյանը մի օր կոնյակի գործարանում էր, իսկ այնտեղ աշխատում են 300-ից ավել կանայք, որոնք որ նույն հանդերձանքով են սպիտակ խալաթներով, որոշակի առումով նաև իրար ունեն նմանություն կներեք ձևակերպման համար։ Ու պարոն Ծառուկյանը մոտեցավ այդ կնոջը ու հարցրեց. «Հնքո աշխատավարձը այն ժամանակ բարձրացրեցին»։ Իմ համար դա իրոք անկեղծորեն եմ ասում, ֆենոմենալ երևույթ էր, որ ինքը նախ այդքան ժամանակ հետո հիշել էր այդ կնոջ մասին, որ ժամանակին իրեն դիմել է նման խնդրանքով, ու նաև այդ հոգատարության դրսևորում, որ ինքը դեռ ամբողջ ժամանակահատվածում հիշել այդ մասին ու այդ կնոջից հարցրեց, արդյոք բարձրացրել են իր աշխատավարձը, թե չէ, այնպես որ այդ ձևակերպման հետ ես պատմություններ էին պատմում, տարբեր սարսափելի դեպքեր, գործեր։ Գիտեք, շատ հայտնի արտահայտություն կա, ասում են, դուք էլ պատմեք։ Մարդկանց երևակայությունը երբեմն իր ամենավատ դրսևորումներով որևէ մեկը չի կարող այսպես սահմանափակել։ Ես իմ մասին երբեմն այնպիսի պատմություններ եմ լսում, որ շոկահարվում եմ, բայց մարդկային էությունն է այդպիսին, չարությունը, նախանձը, բամբասանքի նկատմամբ անասելի մեծ սերը, ցավոք սրտի, այդ բոլոր դրսևորումները կան։ Մարդիկ, ովքեր որ քեզ չեն ճանաչում, քեզ գիտեն միայն եթերից, ընկալումը կարող է լինել շատ տարբեր, նախանձի ու բամբասանքի դրսևորումներն էլ կարող են լինել շատ տարբեր։ Շատ լավ, կանք արդեն ռեալ քաղաքականության, այսպես ասած, թեև մինչև հիմա էլ ինչ խոսում ենք, քաղաքականության հետ առնչվում էր։ Դուք գիտեք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նաև այսօր մի քանի կոչեր է հղել ընդդիմադիր մրցակիցներին կամ հակառակորդներին Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին եւ Սամվել Կարապետյանին, հայտարարելով, որ փորձենք իրենց ուժերը։ Օրինակ այսօր առաջարկել էր, որ եթերում գրել արհամարել բառը եւ տեսնենք ով է ճիշտ գրում 3-ից Մարտա հրավերը ընդունում եք։ Գիտեք, անգամ
ժամանակի կորուստ եմ համարում այս խոսակցությանը լուրջ վերաբերվելը կամ մեկնաբանելը, բայց քանի որ հանրային պահանջը կա, այս հարցի մեկնաբանման ու նաև ձեր կողմից է հնչում, կպատասխանեմ։ Իմ համար առնվազն վիրավորական է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի, որ իմ երկրի ղեկավարը օրվա մեջ 5-6 անգամ իր աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու ուղղությամբ գոնե մտածելու փոխարեն նման անլուրջ չելենջներով է զբաղված։ Մենք կարող ենք իհարկե փորձել հասկանալ կամ ինչ-որ մի բացատրություն գտնել, բայց դա իրոք զուր ժամանակի վատնում է։ Իսկ այն, որ եթերում, ուղիղ եթերում 30 անգամ ձգվել, ինքը չի խոստովանել է, որ չի կարող ձգվել, բայց կարող է հեծանիվ վարել։ Դուք ինչ եք կարծում, դա ինչ է տալու Հայաստանի Հանրապետությանը։ Այն Հայաստանի Հանրապետությանը, որը այսօր գոյաբանական բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնած, այն Հայաստանի Հանրապետությանը, որի արտաքին պարտքը վերջին 8 տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է, հասնելով 15 միլիարդ դոլարի, որը մեր սերունդների, մեր վրա են ծախսել այդ պարտքը։ Հասկանալի է, իսկ բանակի կարիքների վրա։ Գիտեք, շատ բան կարելի է ասել, բայց փաստը մնում է փաստ։ Ամբողջ սահմանով մեկ այդ ամրաշինությունները, ամրոցներն իրենք անվանում։ Հաստ երևույթին ասֆալտապատումը, որը բարեհաջող կերպով կազմաքանդվում է առաջին ձյան դեպքում, ցանկացած հարցի հետ կապված միշտ կարելի է, գիտեք, մանիպուլյացիաների, հռետորաբանության մեջ, մրցակցության մեջ մտնելը Նիկոլ Փաշինյանի հետ դա բացարձակ անիմաստ գործելավոճ է։ Ես կոնկրետ այս դեպքում կոնկրետ հարցադրումով եմ ուզում հանդես գալ։ Ուզում եմ հասկանալ այդ օրգանական անտագոնիզմը այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ կառուցում են Հայաստանում, ովքեր որ ստեղծում են Հայաստանում, ովքեր քանդելու փոխարեն շենացնում են Հայաստանը կամ Արցախը կամ անում էին այդպես։ Ուզում եմ հասկանալ այդ օրգանական անհանդուրժողականությունը ինչով է պայմանավորված։ Ես կարող եմ իհարկե իմ պատասխանը ունենալ, որովհետև այն մարդկանց կամ այն թիմի համար, որոնք որ չունեն կենսագրություն, որոնք որ 2018 թվականին անգամ չունեին աշխատանքային գրքույկ, բայց նշանակվեցին նախարարի պաշտոնում կամ պետական բարձրաստիճան պաշտոններում, իրենց համար այսպես բացարձակ անընդունելի են այն մարդիկ, որոնք որ աշխատել, ստեղծել, կառուցել են իրենց ամբողջ կյանքի ընթացքում, բայց դա բացատրություն չի, դա բացատրություն չի։ Դուք ասում եք աշխատել, ստեղծել, կերտել, շնացրել են Հայաստանը, բայց Նիկոլ Փաշինյանը նաև կասկածի տակ է դնում թե Ծառուկյանի, թե Սամվել Կարապետյանի հարստության օրինականությունը եւ ասում է իրենք ուժեղ են իրենց աշխատած փողերով, իրենց փողերը աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով։ Իրենք թույլ են որպես բիզնեսմեն, իրենք թույլիկ են իրենց փողերի մի հսկայական մաս իրենցը չէ, օտարերկրյա կոռուպցիոն համակարգերին է։ Միգուցե եւ ճշմարտություն կա սրա մեջ, որովհետեւ տարիներ առաջ Հայաստանում համակարգը մենք ամենայն դեպս լրագրողներով հետաքննում ենք տարբեր գործեր եւ տեսնում ենք, որ իսկապես գործարաններին, քաղաքական գործիչներին կամ քաղաքականության հետ կապ ունեցող գործարանների հարստության ինչ որ մի հատված, այս գործարանը, այս օբյեկտը հիմքում ունի կոռուպցիոն ինչ որ սխեմաներ, դրանք հենց այնպես չեն ասված։ Նախ առաջին հերթին կարծում եմ որևէ մեկը Նիկոլ Փաշինյանին իրավունք չի տվել արդարադատության այսպես ջատագովի գործառույթները ստանձնել կամ դատավորի եւ գնահատականներ հնչեցնել, չէ՞ որ մենք ասում ենք, որ մենք իրավական պետություն ենք, ժողովրդավարության բաստեոն ենք, կան դատարաններ, կա իրավական համակարգ, կան բազմաթիվ գործընթացներ ապօրինի գույքի հետ կապված, հա, նույն պարոն Ծառուկյանի մասով կա գործ, որը որ քննվում է, համարվում է ապօրինի, այո, քննվում է գործը, մենք չենք ընդունում մեղադրանքը, բնականաբար փաստաբանները բոլոր դատական նիստերին խոսում են այդ մասին, համապատասխան հիմքերը ներկայացվում են այդ գույքերի հետ կապված եւ եթե մենք խոսում ենք իրավական համակարգի կառավարելիության ու մնացած բոլոր գործընթացների մասին, ընդամենը օրեր առաջ Գագիկ Ծառուկյանը արդարացվեց այնպիսի մի քրեական գործով, որով կալանավորվել էր, որով որ իր պատիժը կրել էր ընտրակեղծիքների ընտրակաշառքի, այո, եւ կար հստակ հնարավորություն պատտվում էին նման խոսակցություններ, ականատեսներ, պատմություններ, որ տուկիթել, գումարներ, խաղողագործներին ինչ որ ընտրելու համար ինչ որ գումարներ, այդ խոսակցությունները 2006 թվականից այսպես շարունակվում են, հա,
առնվազն կարծում եմ, որ պրիմիտիվություն է տուկի թելը որակել որպես ընտրակաշարք, ընդհանրապես այս ձևակերպման մեջ էլի, որովհետև տարիներ շարունակ, չգիտեմ անկեղծորեն ով է ինչ մուրաբա տվել, ամենայն դեպս մենք որևէ մեկին մուրաբա չենք տվել։ Ինչ վերաբերվում է այսպես չարչրկված, հա, տուկի թել ձևակերպման հետ կապված, պարոն Ծառուկյանը մշտապես Արարատի Արմավիրի մարզի խաղաղագործներին տվել է աջակցություն, այսինքն դա մի դեպքում պարարտանյութերի տեսքով է տրամադրվել, սուբսիդիաների տեսքով է տրամադրվել, կամ օրինակի համար կարգտահարությունից տուժած խաղաղագործներին ընդհանրապես ներվել է այդ 200 միլիոն դրամը, որպեսզի նրանք վերադարձնեն կոնյակի գործարանին։ Աջակցությունները տարբեր են եղել, այսինքն երբ որ մարդ աջակցության ձեռք է մեկնում այս կամ այն խավի ներկայացուցիչներին, դա միանգամից որակվում է որպես ընտրակաշարք։ Ինչ վերաբերում է կոնկրետ ընտրակաշարքի գործին, մենք տեսանք, թե 6 տարի անց ինչ հանգուցալուծում ունեցավ։ Գագիկ Ծառուկյանը ասում են, որ դատարաններն կոռումպացված են եւ ավելի շատ գտնվում են նախկին պաշտոնյաների կամ գործարարների ազդեցության տակ։ Դա ընդհանրապես նպատակահարմարության հարց է։ Այսինքն այս պահին, եթե հարմար է իշխանություններին, որ դատարանները սանկցիաներ կիրառեն ընդդիմադիր գործիչների նկատմամբ եւ իրենք կիրառում են, ստացվում է, որ դատարանները արդար են, հաջորդ վարքյանին, երբ որ նույն դատարանը կամ մեկ այլ ուրիշ դատարան արդարացման վճիռ է կայացնում այս կամ այն ընդդիմադիր գործիչի նկատմամբ, նշանակում է նրանք նախկիններ են։ Եկեք մի հատ կողմնորոշվենք, պարոն Այք, հիմա դատարանները իշխանությունների կամակատարն են, թե նախկինների կամակատարն են, որովհետև ըստ նպատակահարմարության է մեկնաբանվում իրավիճակները։ Ծառուկյանի դեպքում մենք հիշում ենք նաև Սերժ Սարգսյանի ժամանակային հայտնի իրադարձությունը ու հետաքրքիր է, երբ որ գործարանների կամ քաղաքական գործիչների հետ կապված քրեական գործերը քաղաքական process-ներում ավելի են ընդգծվում, թեև մենք լրագրողներով կարծում ենք, որ միշտ պետք է դա լինի ուշադրության ներքո, միշտ պետք է հայտնաբերվեն դրանք, բայց ընդգծվում են ավելի շատ քաղաքական գործընթացների դեպքում, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ առաջարկությամբ եւ Ծառուկյանի նաեւ համաձայնությամբ այդ բուրժուա-դեմոկրատական հեղափոխության շարժումներ սկսվել, Սերժ Սարգսյանի դեպքում էլ կհիշեք հայտնի այդ չարաշահումների վերաբերյալ հայտարարությունները, երբ որ ի վերջո Ծառուկյանը հայտարարեց, որ փակում է քաղաքականության իր էջը։ Այսինքն միայն Նիկոլ Փաշինյանի դեպքում չի։ Գագիկ Ծառուկյանը 2015 թվականին հայտարարել է, որ փակում է քաղաքականության էջը, որովհետև այնպիսի իրավիճակ էր ստեղծվել Հայաստանում, երբ մարդիկ պատրաստ էին իրոք դուրս գալ փողոց, իրոք գնալ բախումների, եւ Գագիկ Ծառուկյանը այդ որոշումը կայացրել է բացառապես արյունահեղությունից խուսափելու համար։ Իսկ ինչ վերաբերվում է այն ժամանակ հնչեցված տեսակետներին, չարաշահումների հետ կապված, չէ՞ որ ժամանակը ցույց տվեց, որ այդ ամեն ինչը իրական որևէ հենք չի ունեցել։ Ստուգումները մուլտիգրուպ կոնցեռնի բոլոր ձեռնարկություններում, բոլոր ժամանակներում մշտական են եղել տարբեր իշխանությունների օրոք, եւ հետո նաեւ այո Գագիկ Ծառուկյանը վերադարձել է քաղաքականություն, որտեղ ձևավորված է եղել այդ հանրային պահանջը, եւ Գագիկ Ծառուկյանը մշտապես իր հնարավորությունների, իր ռեսուրսների սահմաններում մշտապես եղել է ժողովրդի կողքին ու փորձել է օգտակար լինել։ Երբեք չի տարել որևէ առճակատման, որևէ գործընթացում։ Միշտ հանդես է եկել կառուցողական դաշտում եւ այսօր էլ հանդես է գալիս այդ դաշտում, երբ որ ասում է, որ մեր երկրում ստեղծված այս ատելության թշնամանքի մթնոլորտում պետք է հանրային համերաշխություն, պետք է վերկուսակցական հանրային նոյան տապանի գաղափարի շուրջ համախմբվել ու փորձել միասնական ջանքերով երկիրը դուրս բերել այս վիճակից, որովհետև ներեցեք, երբ որ դուք արտերկրում ցանկացած երկիր գնալուց, երբ որ ներկայանում եք հայ, ներկայանում եք, որ դուք Հայաստանից եք, երբ որ առաջին հերթին սկսում են խոսել վերջին 44-օրյա պատերազմում տարած մեր պարտության մասին, երբ որ վիրավորվում է մեր բոլորի ազգային ինքնասիրությունը, որովհետև համենայն դեպս 90-ական թվականներից այս կողմ մենք մշտապես տարբեր հարաբերություններում, տարբեր շփումներում միշտ եղել են գլուխներս բարձր պահած։ Ես կարճ ժամանակահատված 17-ից մինչև 18 թվականներին, երբ որ եղել եմ պատգամավոր եւ տարբեր պատվիրակությունների կազմերով հանդիպումներ ենք ունեցել օրինակի համար Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, ադրբեջանցի պատգամավորները, ադրբեջանցիների պատվիրակությունները շրջանցում էին մեր այն հատվածը, որտեղ որ մենք էինք նստած, որպեսզի այսպես տետատետ
մեզ չբախվեին, որովհետև այդ ժամանակ միանգամայն այլ էր իրավիճակը։ Հայկական պատվիրակությունները իրենց շատ ավելի ամուր էին զգում, շատ ավելի ուժեղ էին զգում, որովհետև հաղթանակած երկրի պատվիրակություն էին ներկայացնում ու ադրբեջանցիներն էին խուսափում հայ պատվիրակների հետ հանդիպումներից 2018 թվականից հետո ու հետո նաև 2020 թվականի ցավալի պարտությունից հետո միանգամայն իրավիճակը փոխվել է։ Կարող եք այս մասին նաև զրուցել այլ падգամավորների հետ, ովքեր այս ժամանակահատվածում աշխատում են տարբեր պատվիրակությունների կազմում, եւ անգամ պատվիրակություններն էլ մի կողմ դնենք։ Մարդիկ, ովքեր այսօր ապրում են Մոսկվայում, Եվրոպայի տարբեր համայնքներում, որտեղ որ կան ադրբեջանական համայնքներ, հարցրեք նրանցից, թե իրենք ոնց են իրենց զգում այս խայտարակ պարտությունից հետո, միջազգային հարթակներում մեր երկրի իշխանությունների նկատմամբ դրսևորվող խայտարակ անհարգալից վերաբերմունքից։ Իշխանություններն էլ նման քննադատությունների դեպքում հակադարձում են, ասում են, որ հատկապես Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունների ժամանակ, երբ որ գործարարներին ու քաղաքական գործիչներին թույլ էր տրվում անօրինական գործունեություն, տնտեսական գործունեություն իրականացնել, հարկերը թաքցնել, իրենք հարստանալ եւ ոչ թե բանակը կառուցել եւ բանակը լինի այդ թիթեղյա տարաների հույսին, այսպես ասած, մենք բարձր որ եւ բանակցությունները ոչ ճիշտ ուղղությամբ տանելու դեպքում բարձր որ պարտություն կգրենք։ Գիտեք, եւ ուժ չենք ունենա հաղթելու Ադրբեջանին։ Կարծում եմ, որ 8 տարին բավականաչափ ժամանակահատված է նախկինների մասին խոսելը դադարեցնելու համար։ Ռոբերտ Քոչարյանը իշխանության է եղել 10 տարի, Սերժ Սարգսյանը իշխանության գլուխ է եղել 10 տարի, Նիկոլ Փաշինյանը իշխանության գլուխ է հանդիսանում այլևս 8 տարի։ Այդ 8 տարին արդեն բավական է, որպեսզի խոսենք մենք նախորդող 10 տարիների մասին։ Վաղուց արդեն իշխանությունների փորձաշրջանի ժամանակահատվածը անցել է, երկիրը աչքաչափով ղեկավարելու ժամանակահատվածը անցել է, վաղուց արդեն պետք էր սեփական ծրագրով, սեփական օրակարգով, սեփական զարգացման տեսլականով մտնել խաղի մեջ։ Ներկայացնում են տարբեր ծրագրեր, տարբեր պրոյեկտներ, տարբեր արածներ են նույն բանակից սկսած իրականացված արդեն ծրագրեր են ցույց տալիս։ Ես շատ կուզենայի, որպեսզի մենք հնարավորություն ունենայինք այդ հարցերի պատասխանները ստանալ բանակում ծառայող մեր զինվորներից, ստանայինք մեր քաղաքացիներից, ովքեր ամենօրյա ռեժիմով շփվում են։ Ես շատ մեծ լավատեսություն ունեմ, որ այո, մենք կստանանք։ Առաջին լավատեսությունս կապված է նրա հետ, որ իսկապես մեր անտարբեր քաղաքացիները շատ փոքր թիվ կկազմեն, այսինքն որ մեր ազգաբնակչության մոտ իրոք այդ գիտակցությունը կլինի, որպեսզի իրենք գնան ընտրություններին եւ իսկապես քվեարկեն այն քաղաքական ուժի օգտին, ում հետ կապված իրենք հույս են տեսնում։ Ամենակարևոր նախապայմանը անտարբեր չլինելն է։ Տիկին Տոնոյան, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախընտրական հետաքրքիր դաշինք է կազմում, տարբեր կուսակցություններ են, բայց կուսակցական տրամաբանության մեջ ձեզ են միացել Անդրանիկ Թևանյանի ղեկավարած կուսակցությունը, ձեզ են միացել Սուրեն Սուրենյանի դեմոկրատական այլընտրանքը, Մարտուն Գրիգորյանը հայտարարեց իր թիմով միանալու մասին, բայց կուսակցության ցուցակով, ինչու, որովհետև կուսակցության դեպքում քիչ է տոկոս անցումային շեմի, իսկ դաշինքի դեպքում 8-ից 10% մտավախություն կարող է լինել չանցնելու, իսկ 4% կամ 5% հաղթահարելը շատ ավելի հեշտ է։ Ինչու դաշինքով հենց չգնում, որտեղ իսկապես դաշինք է դա։ Ընդհանրապես շեմը հաղթահարելու խնդիր չկա, մենք մեր բոլոր սոցիոլոգիական այո, ընտրություններին ճիշտ է ամենամեծ դուրս մնացած ուժերից ամենամեծը դուք էիք, ամենաշատ ձայն տարածը, բայց ամեն դեպքում չհաղթահարեցիք շեմը։ Այո, նախորդ ընտրություններին մենք շեմը չենք հաղթահարել 21 թվականի, այո, եւ դրա բացատրությունը եւ պարոն Ծառուկյանը եւ թիմի անդամները տարբեր առիթներով տվել են, որ ժողովուրդը կայացրել է այդ որոշումը, միգուցե եղել է նաեւ մեր բաց թողումը, թիմի բաց թողումը, որ մենք չենք կարողացել մեր ծրագրերը հավուր պատշաճի ներկայացնել, որովհետեւ այնուամենայնիվ ունեցել ենք այդ արդյունքը եւ մենք ընդունել ենք այդ արդյունքը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը թերևս միակ քաղաքական ուժն է եղել 21 թվականի ընտրություններից հետո, որը որևէ գրասենյակ, տարածքային կառույց մարզերում եւ Երևան քաղաքում չի փակել։ Այսինքն այս ամբողջ տարիների ընթացքում, այս 5 տարիների ընթացքում մեր կուսակցական գրասենյակները աշխատել են, մենք աշխատել ենք մեր սխալների շտկման ուղղությամբ եւ
այսօր մենք ընտրություններին գնում ենք առաջարկ Հայաստանին ծրագրով, որը ինչպես արդեն ասեցի, ինքը վերկուսակցական հանրային քաղաքական Նոյան Տապանի գաղափարի շուրջ է ստեղծված։ Ինչ վերաբերվում է դաշինքով չգնալուն, դրա հետ կապված հստակ դիրքորոշումը մենք հայտնել ենք, որ մեր համար սկզբունքային է եղել Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրություններին մասնակցելը, լինել Բարգավաճ Հայաստան դաշինք։ Սակայն մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի, անհատների, տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների առաջ, ում սիրտը իսկապես ցավում է, ովքեր ուզում են երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից, եւ սա բացառապես իրավական լուծում է կուսակցությունով մասնակցելը, բայց այդ Նոյան Տապանում, ներեցեք, այդ Նոյան Տապանում բոլորը ունեն իրենց արժեքավոր խոսքի իրավունքը, իրենց լուման, առաջարկ Հայաստանին ծրագիրը ել ավելի ուժեղացնելու, ել ավելի ամուր դարձնելու ու այդ ծրագրով ընտրություններին մասնակցելու։ Եվ ի դեպ դուք նշեցիք անուններ քաղաքական ուժերի անհատների, որոնցից օրինակ Անդրանիկ Թևանյանը ժամանակին Ռոբերտ Քոչարյանի դաշինքի անդամ էր, տարբեր դաշինքներից եկան ձեր մոտ, կամ Մարտուն Գրիգորյանը, որ ժամանակին մենք գիտենք Բարգավաճ Հայաստանի հետ համագործակցում էր, հետո դուրս եկավ Սերժ Սարգսյանի հետ համագործակցեց, հիմա նորից վերադարձավ։ Այս առումով մի տեսակ քաոս է ստեղծվում։ Ամենևին ունեք վստահություն բոլորի դեպքում, որ նրանք իսկապես հավատարիմ դաշինքի անդամ են։ Քաղաքականությունը նախ հնարավորինի արվեստ է եւ երբեք պետք չի որևէ բան բացառել, հատկապես քաղաքականության մեջ, գործընթացները շատ արագ են տեղի ունենում, այս դեպքում ամենակարևորը մոտեցումն է եւ հայացքների միասնականությունը։ Մենք հիմա ունենք այս պահին ստեղծված իրավիճակ, որով որ շարժվում ենք առաջ։ Դուք տալիս եք անուններ, որոնք որ այսօր ունեն եւ թիմ եւ գաղափար եւ լավ ծրագիր ու այդ թիմով, գաղափարով, այդ ծրագրով իրենք միացել են առաջարկ Հայաստանին ծրագրին եւ ավելի են ուժեղացնում իրենց պոտենցիալով այդ ծրագիրը։ Օրինակ Մարտուն Գրիգորյանի դեպքում չունեք մտավախություն, որ նա նորից երբ որ գա ժամանակ իրեն հարմար կլքի ձեզ, կհեռանա ձեզանից, կամ Գյումրիի ընտրությունների դեպքում երբ որ նա ասում էր Վարդան Ղուկասյանին չի ընտրելու, որ իր ձայները ոչինչ չի տալու, որ հակառակը նա դեմ էր Վարդան Ղուկասյանին, բայց տեսանք նրա ձայները օգնեցին, այսինքն նա իր խոսքին հակառակ գործողություններ կատարեց, չունեք մտավախություն, որ դա կարող է չունեմ, հատկապես Մարտուն Գրիգորյանի հետ կապված որևէ մտավախություն չունեմ, որտեղ Մարտուն Գրիգորյանի հետ մենք շատ երկար ճանապարհ անցել ենք, ավելի շատ հավատարիմ, քան թե այլ գործիչների հետ։ Մարտուն Գրիգորյանը եղել է Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավոր երկար ժամանակահատված եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից դուրս եկել են ժամանակահատվածում, երբ որ Գագիկ Ծառուկյանը փակել էր քաղաքականության էջը եւ մենք շատ ուրախ ենք, որ Մարտուն Գրիգորյանը հիմա նորից մեր կողքին է, մեր թիմի մի անդամ է հանդիսանում եւ իր պոտենցիալով, իր Գյումրու խնդիրների մասով շատ լավ տեղեկացվածությամբ, նաև հենց այդ մասով Գյումրիի զարգացման ծրագրի մշակման մասով իր դերակատարմամբ ու ներդրմամբ այսօր գտնվում է մեր կողքին։ Ձևակերպումները կարող են շատ տարբեր լինել, բայց մենք յուրաքանչյուր օր անցնում ենք այդ գործընթացների միջով եւ այդ փորձառությունը մեր աչքի առաջ է տեղի ունենում։ Իսկ պարոն Ծառուկյանը համաձայն է Անդրանիկ Թևանյանի այն հայտարարության հետ, որ Գյումրի երկուս են կանելու նաև խորհրդարանական ընտրություններին։ Այսինքն մի քանի ընդդիմադիրներով անցնեն ազգային ժողով, հետո միավորվեն, կառավարություն կազմեն եւ իշխանությունը մնա փոքրամասնություն։ Նախ ես կարծում եմ պարոն Ծառուկյանի հետ իրականում այդ ձևակերպման մասին խոսելու առիթ չի եղել, ինչքան էլ որ չարչրկվում է այդ ձևակերպումը, բայց նախ ես ուզում եմ ասել, որ որևէ սարսափելի բան չկա Գյումրիի երկու ձևակերպման մեջ, նույն կտրվածքով, նույն իշխանությունները Երևանի ընտրություններից հետո կարելի ասել, ուրեմն Երևան 2, հա, անվանենք հիմա այս ծրագիրը, որտեղ նույն Տիգրան Ավինյանը միանձնյա Երևանի քաղաքապետ դառնալու որևէ հնարավորություն չուներ։ Եվ այս դեպքում շատ վաղ է այդ ամեն ինչի մասին խոսելը, ես առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու, շատ վաղ է։ Նախ պետք է լինեն ընտրությունները, նախ պետք է հասկանալ, թե մեր ազգաբնակչությունը ում ինչ մասով է վստահում եւ դրանից հետո նոր միայն հնարավոր կլինի խոսել որևէ գործընթացի մասին։ Այնպես որ հիմա շատ վաղ է այդ մասին խոսելը, թեպետ կրկնում եմ, իմ համար առնվազն տարօրինակ է այն ցայտնոտ վիճակը, որ իշխանությունների մոտ առաջացնում է Գյումրի 2 ձևակերպումը։ Ինչ սարսափելի բան է տեղի ունեցել Գյումրիում, երբ որ որոշակի քաղաքական ուժեր կամ նույն Բագրատ Սրբազանը կամ այլ քաղաքական ուժեր փորձում էին փողոցային պայքարի միջոցով երկրում
փոփոխությունների հասնել, դրանք ձևակերպվեցին որպես հակաահաբեկչական գործողություններ, բռնություն, ոտնձգություն, ժողովրդավարության նկատմամբ եւ այլն եւ այլն։ Այս դեպքում մենք խոսում ենք ժողովրդավարական գործընթացների մասին, խոսում ենք ընտրությունների մասին, խոսում ենք օրենքով սահմանված կարգով գործընթացների մասին։ Ինչու՞մն է խնդիրը։ Ես իհարկե շատ լավ գիտեմ ինչու՞մն է խնդիրը ու կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով այս օրերին տիրապետում է տարբեր սոցիոլոգիական հարցումների, արդյունքների, հանրային տրամադրությունների, իսկ իշխանությունները եւս դրանց տիրապետում են, որքան էլ որ փորձ անեն տարբեր այսպես պատվիրված համերգի սկզբունքով սոցիոլոգիական հարցումներ հրապարակել, ամեն դեպքում իրենք էլ են տիրապետում այդ թվերին եւ թերևս հենց դա է պատճառը, որ միասնականությունը, համերաշխության հնարավորությունը ուղղակի սարսափ է առաջացնում։ Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, որի համաձայն Նիկոլ Փաշինյանն եւ նրա քաղաքացիական պայմանագիրը ամենաճիշտ է շատ բարձր չեն 20-26%-ի չափով, բայց ամենաառաջինն են եւ նրանից հետո եկողները կրկնակի անգամ ցածր են։ Դա պատվիրած էր ձեզ։ Ես շատ հակիրճ կարձագանքեմ այդ ձեր նշած IRA-ի հարցումները դեռևս 20 օր առաջ ունեցել ենք նաև մենք եւ այնտեղ արտացոլված են եղել միանգամայն այլ թվեր, հետո ինչ որ տեխնիկական պատճառներով հետաձգվեց հարցման արդյունքների հրապարակումը եւ հետո հանկարծակի հրապարակվեց այս տվյալները։ Մեկնաբանությունները թողնում եմ մեր հեռուստադիտողներին։ Մենք խոսել ենք այդ մասին, հարցազրույցներով, տեսեք, մեկ կառույցի սոցիոլոգիական հարցումներ իրականում ոչինչ չեն փոխում, որովհետև նույն Գելափը դրանից օրեր առաջ հարցում էր հրապարակել, որտեղ միանգամայն այլ պատկեր էր, վստահ եմ, որ մյուս շաբաթ 10 օր հետո նորից հարցումներ են հրապարակվելու, մենք ինքներս ենք տարբեր կառույցների հետ անցկացնում հարցումներ, բնականաբար մեր համար շատ կարևոր է հանրային տրամադրություններին տիրապետելը։ Ձեր հարցումների համաձայն ինչ վիճակ է։ Շատ դրական եւ լավ վիճակ է ընդդիմության ներկայացուցիչների համար եւ ոչ այդքան լավատեսական իշխանությունների համար։ Տիկին Տոնայան, նախընտրական համագործակցությունը հասկացանք արդեն տեսանելի է Բարգավաճ Հայաստանի եւ Գագիկ Ծառուկյանի դեպքում, իսկ հետընտրական համագործակցությունը ինչպես եք պատկերացնում որ ուժերի հետ։ Դուք ժամանակին կոալիցիա կազմելու Դաշնակցության օրինաց երկրի հանրապետականի հետ փորձ ունեցել եք։ Մենք չունենք հիմա նման օրակարգ, անկեղծ եմ ասում, մենք չունենք հիմա նման քննարկում, որովհետև իրականում անիմաստ է հիմա այդ օրակարգի մասին մտածելը, որովհետև դեռ պարզ չէ թե ինչ դասավորվածություն է լինելու ուժերի ազգային ժողովում։ Երբ որ կլինեն ընտրությունները, երբ որ այդ համամասնությունը կձևավորվի եւ կձևակերպվի, այն ժամանակ նոր հնարավոր կլինի խոսել ինչ որ համագործակցություններից։ Ես կարող եմ մեկնաբանել բացառապես փաստերը, իսկ մենք ունենք միայն մեկ փաստ այս պահի դրությամբ, երբ լրատվամիջոցների հարցինի պատասխան Գագիկ Ծառուկյանը նշել է, որ իշխանությունների հետ որևէ համագործակցություն բացառված է։ Ես կարող եմ բացառապես փաստերը ֆիքսել։ Եվ տպավորությունն այնպիսին է, որ նախկին նախագահներից ում հետ Գագիկ Ծառուկյանը համագործակցել է, ավելի հավանաբար ընդունելի է նրա համար Ռոբերտ Քոչարյանը եւ ոչ թե Սարգսյանը, կա հա նման բան։ Արդյոք նեղացվածություն կա այդ հայտնի դեպքերի հետ կապված Ծառուկյանի մոտ մնացել է։ Ես չեմ կարող բացատրել, թե այդ վերլուծությունը ինչի վրա է հիմնված։ Գագիկ Ծառուկյանը հարգալից վերաբերմունք ունի բոլորի նկատմամբ, հանրապետության բոլոր 3 նախագահների նկատմամբ։ Շատ լավ, ասում եք հետագան ընտրություններից հետո ժողովրդի ձայնը քվեն ստանալուց հետո իրերի դասավորությունը թե ինչպես կլինի նոր կասենք մեր խոսքը, բայց հիմա դուք չեք ասում թե ով է վարչապետի ձեր թեկնածուն։ Գագիկ Ծառուկյանը, մեկ ուրիշն։ Ոչ, Գագիկ Ծառուկյանը չէ, Գագիկ Ծառուկյանը հստակ հայտարարել է, որ ինքը վարչապետ այո լինելու ցանկություն չունի, բայց կան առնվազն 3-4 թեկնածուներ, որոնց տարբերակները քննարկվում են եւ պատեհ պահի այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես կգա Գագիկ Ծառուկյանը։ Ընտրություններից հետո, ընտրություններից առաջ իմանա ընտրող է թե ում է պատկերացնում Ծառուկյանը կամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վարչապետի պաշտոնին, որ կարողանա իր որոշումը տալ։ Համաձայն է դրա հետ թե չէ։ Ես կարծում եմ, որ մեր ընտրողները իրենց բոլոր հարցերի պատասխանները կստանան եւ կկարողանան ճիշտ ընտրություն կատարել։ Դրա համար էլ կարծիք կա եւ իշխանությունները պնդում են, որ դա Ռոբերտ Քոչարյանն է իրականում։ Առանց մեկնաբանությունների Գագիկ Ծառուկյանը անձամբ կհայտարարի, թե մեր թեկնածուներից ով է արժանի լինել վարչապետի մեր թեկնածուն։ Եվ վերջին հարցը Քրիստ հոգևոր Ծառուկյանը հայտնի է, որ կառուցում է Հիսուսի արձանը Հատիս լեռան գագաթին, իմ չայլոց որ փուլում է հիմա։
Աշխատանքները անգամ ձմռան ամիսներին չեն դադարել, որովհետև ներքին հարդարման աշխատանքների անհրաժեշտություն կար, այնտեղ բոլոր պայմանները ապահովվել են, որովհետև 2500 մետր բարձրության վրա շատ եւ ցուրտ է եւ եղանակային պայմանները անբարենպաստ են, բայց քանի որ պարոն Ծառուկյանի համար սկզբունքային է, որպեսզի այս կառույցը լինի աշխարհում ամենալավը, աշխատանքները իրականացվել են ձմռան ամիսների ընթացքում, իսկ շատ կարճ ժամանակահատված անց, երբ որ ձյունը այնտեղ հալվի, նաև կսկսեն արտաքին աշխատանքները եւ կվերսկսվի նաև մեր կամավորների այցելությունները, որովհետեւ այս պայծրությամբ արդեն մի քանի հազար կամավորներ ունեն գրանցված, ովքեր ուզում են մասնակցել շինարարությանը, իրենց մի փոքրիկ լուման ունենան այս պատմական գործընթացին, որտեղ շատ խորհրդանշական սիմվոլիկ ձևով է իրականացվում այդ ամեն ինչը, կամավորները բարձրանում են, օրվա ընթացքում մասնակցում են աշխատանքներին, վերջում ստանում են վկայականներ ու շատ էմոցիոնալ գործընթաց է այս ամեն ինչը։ Ամենամեծ վկայականը կլինի, այսպես ասած, նշանակալի Ծառուկյանն է, քանի որ ինքն է նախաձեռնել։ Նման գաղափար չի քննարկվել, մենք բոլոր մասնակիցներին, ով որ մասնակցում է շինարարությանը, տալիս ենք այդ վկայականները, որովհետև նրանք ասում են, որ պետք է հետո սերունդներին, իրենց թոռնիկներին, ծոռնիկներին պատմեն հպարտությամբ, որ իրենք այս պատմական իրադարձության մի մասնիկն են եղել։ Մտածել հետաքրքիր է, կարելի է նկատի ունենալ։ Ես սիրով հատուկ լրատվամիջոցների գործընկերների համար մի օր եւ պրես տուր կարելի է կազմակերպել եւ նաեւ այդ սիմվոլիկ կամավորական աշխատանքները իրականացնել, որովհետեւ մենք այս ընթացքում սեպտեմբերից է գործընթացը սկսել, հազարավոր կամավորներ ենք արդեն ունեցել, շատ լավ ավանդույթ ունենք, որը պարոն Ծառուկյանն է ներդրել, որ պարտադիր հատիսի գագաթին նաեւ մի կտոր հաց մեկը մյուսի հետ կիսելու ավանդույթն է, որ այդ մեր հազարավոր կամավորները միասին հաց են ուտում հատիսի գագաթին, որովհետեւ ասում է, որ ով աշխատում է, նաեւ պետքա միասին հաց կիսեն այդ մարդիկ, այդ ավանդույթն էլ շատ այսպես դրական էներգիա փոխանցում, մի առանձին օր կարելի է կազմակերպել, որպեսզի հենց լրատվամիջոցներով այցելենք։ Շատ լավ, եւ դուք եւ եկեղեցու հետ խնդիր կար այս առումով, եկեղեցին բացական կարծիք էր հայտնել Հիսուսի արձանի կառուցմանը, բայց հիմա կարծեք դա ձայն չի անում։ Ինչպես լուծել այդ հարցը։ Տեսեք, ամենայն հարգանքով հայ առաքելական եկեղեցու դիրքորոշման նկատմամբ իմ համար այստեղ որոշակի նոնսենս կա, որովհետև երբ որ 2022 թվականին սկսեց գործընթացը Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման հետ կապված, երբ որ ձևավորվել էր մրցութային հանձնաժողով, որը պետք է ընտրեր են նախագիծը, որով որ պետք է կառուցվեր արձանը, հայ առաքելական եկեղեցին ունեցել է ներկայացուցիչ հանձնախմբում, Տեր Ասողիկը, ով մասնակցել է հանձնախմբի աշխատանքներին, ով ողջունել է նախաձեռնությունը, օրհնել է նախաձեռնությունը եւ դրանից հետո կարճ ժամանակահատված անց մենք ունեցանք եկեղեցու դիրքորոշումը, որ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը չի համապատասխանում առաքելական եկեղեցու, պատկերացումներին, որ բացառում են իրենք արձանի պաշտամունքը։ Մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք, մենք ասել ենք, որ մենք արձան չենք կառուցում, որպեսզի այն պաշտեն, մենք կառուցում ենք մշակութային կոթող, որը լինելու է խորհրդանիշ, առաջին մենք քննարկում չենք ունեցել, այդ հայտարարությունը վերջին անգամ եղել է 3 տարի առաջ, եթե չեմ սխալվում, դրանից հետո որևէ նոր հայտարարություն չի եղել, մենք կրոնական կառույց չենք սարքում, մենք եկեղեցու ներսում արձան չենք սարքում, որ հավատացյալներին պարտադրենք, որ պետք է դարձնել դա պաշտամունքի առարկա։ Մենք սարքում ենք նոր խորհրդանիշ, մշակութային կոթող, որը դարերով խորհրդանշելու է, որ Հայաստանը առաջին երկիրն է եղել, որ պետականորեն ընդունել է քրիստոնեությունը։ Եթե կա հնարավորություն, որպեսզի այդ խորհրդանիշի միջոցով մենք Հայաստանը աշխարհին ներկայացնենք, ներկայանալի դարձնենք, ել ավելի ներկայանալի դարձնենք որպես առաջին քրիստոնյա պետություն, ինչու դա չանել։ Հատկապես որ այս նախագծի շնորհիվ, որը իրականացվում է բացառապես Ծառուկյան ընտանիքի անձնական ջանքերով ու միջոցներով, դրական էֆեկտներն ու արդյունքները մեր պետությունն է վայելելու, սկսած զբոսաշրջության զարգացումից, տնտեսության զարգացումից, աշխատատեղերի ստեղծումից, տարածաշրջանի զարգացումից, որովհետև հատիսի հարակից բոլոր գյուղական համայնքները սկսելու են զարգանալ, այնտեղ արդեն հողատարածքների գները աստղաբաշխական գների են հասել, մարդիկ մտածում են հյուրատներ կառուցելու մասին, խանութներ կառուցելու մասին,
տարածաշրջանում ակտիվություն է Իսկ նկատվելու։ երբ է ավարտվելու։ Նախատեսված է 27 թվականին բացումը իրականացնել, բայց պարոն Ծառուկյանը մի առիթով ասել է, որ շտապողականություն բացարձակ չի ցուցաբերում, որովհետև նպատակը ամենալավը սարքելն է եւ դրա համար ոչինչ չի խնայվում, ոչ միջոցներ, ոչ ռեսուրսներ, ոչ ժամանակ, ոչ պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավում նաեւ արտերկրից ժամանակ։ Դրա համար մենք չենք շտապում, նպատակը լավագույն արդյունքն է։ Շնորհակալություն Տիկին Ես եմ Տոմայան։ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ Ամեկ+-ի տաղավարում էր Բարգավաճ Հայաստան կուսակցության աշխատակազմի ղեկավար եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլոխոսնակ Իվետա Տոնոյանը։